Տեր, եկեք բոլոր սրտի ոտքից ասում փառք Աստծուն։ Տեր արժանի եւ պատկեր եւ գովիստերի։ Իր շատ շնորհակալ պիտի լինենք մեր Աստծուց եւ Տեր Հիսուս Քրիստոսից, այս օրհնյալ պաշտամունքի համար, այս կանչելի ողորմության համար, որովհետեւ Տեր իր խոսքին հավատարիմ է, ինչպես գրված է, որտեղ 2-3 իմանով հավատված լինեք, ես ներկա եմ ձեր մեջ։ Մենք պետք է հավատանք Աստծո խոսքին։ Մենք պետք է ապավինենք Տիրոջ խոսքին։ Մենք պետք է հավատանք, որ Տեր իր խոսքին հավատարիմ է։ Մենք այստեղ հավաքվել ենք ոչ թե ինչ-որ մեկի անունով, մենք հավաքվել ենք այստեղ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, որ ես ասենք փառք Քրիստոսին։ Ողջույն Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը։ Մեզ ուշ տվող, մեզ զորացնող Աստվածը։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, այսօր բոլորիս համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս օրերի մեջ լսել Աստծո կենաց խոսքը, այն հորդորները, այն խրատները, որոնք օգուտ կբերեն այն հավատացյալին, որոնց սիրտը բացված է Քրիստոսի շնորհքով լույսի առջև, որոնք որ հոժարությամբ կարողանում են ընդունել կենաց խոսքը, այդ խոսքի գործը պիտի անի ամեն երիտասարդի կյանքում, ամեն քրոջ եղբոր կյանքում։ Վերևում կարդում ենք այդ խոսքերը, ուսում կարդալ Ավետարանը, որ գրված է Գաղատացիս 6-րդ գլուխ 14 խոսքից։ Պաշտամունքը սկսելուց առաջ այսպես պետք է կարդամ Գաղատացիս 6-րդ գլուխ 14 խոսքից։ Բայց ես քավրիցի, որ պարծենամ, ապա միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչովը, որով աշխարհինցի խաչը ելած է, ու ես աշխարհին, որով աշխարհինցի խաչ ելած է, Հետ ելած ես աշխարհին։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, սա գերագույն բան է։ Երանին թե որ եթե մեկի կյանքում չի կատարվել, թող այսօր կատարվի, թող այսօր իր մեջ կատարվի։ Ինչպես Պողոս Արաքյալում կատարվել է այդ խոսքերը, նա ամենապարակ խոսքեր չէր ասում։ Դրանք կենտանի խոսքեր են, դրանք իրական խոսքեր են, դրանք գործող խոսքեր են։ Պողոս Արաքյալը իր կյանքում դա կատարվել է, Աստվածը որ մեր բոլորի կյանքում էր կատարվի։ Նորից եմ կարդում, որով աշխարհին զամարխաչ ելած է ես աշխարհի։ Եթե կարդում ենք նույն 5-րդ գլխի Գաղատացիների 24 խոսքում գրված է 5:24-ը, եւ անոնք որ Քրիստոսիներն են, եւ նրանք որ Քրիստոսիներն են, իրենց մարմինը խաչը հանեցին բնական կիրքերով ու ցանկություններով մեկտեղ։ Իրենց մարմինը խաչ հանեցին բնական կիրքերով ու ցանկություններով։ Վերջերս որ մենք աղոտ ենք անում եկեղեցու համար մի քոլիկի դուրս տվեց խաչը, որ ասեմ սովորաբար խաչ փայլից։ Եվ ինքն ասեց այդ խաչը նրա համար չէ, որ մարդիկ նրանց հանդեսները կախեն։ Ինչով մի բան կախեն այդ խաչի վրա, այդ խաչը նրա համար է, որ մարդը պետք է խաչվի։ Եթե մարդը խաչվում դա մերվում է իր բոլոր ցանկությունները, մերվում իր բոլոր ծրագիրները, չար ծրագիրները, մարդկային փառքը, մարդկային ես ամեն բան մերվում է։ Եթե ինչ որ կարողանան այդ մեռած մարդու մտքով հասկացնել, աշխարհի գեղեցկությունները, զվարճությունները, հրապուրանքները, երաժշտությունները, այդ մարդը ոչ մի բան չի կարող շարժվել, ոչ բան չի կարող զգալ այդ մարդը, որտեղ ամեն բան նա մեռած է։ Հոգևոր կյանքում, ինչպես կարդում է գրվածը, Պողոս Արաքյալը մի կողմը չի ասում, որով աշխարհին համար խաչը ելած է, ես էլ աշխարհի համար։ Աստված թողնի, սիրելի քույրեր եղբայրներ, որ կատարվի այդ խոսքերը, իրականությունը իմ կյանքում շատերի բոլորի կյանքում։ Թող Աստված փառավորի։ Եկեք կանգնենք Տիրոջ առջև։ Եկեք լսիդը բացենք Տիրոջ առջև։ Հայր մեր երկողի ապոստոլների աշակերտ պաշտամունքը։ Խնդրում եմ երիտասարդներ, խնդրում եմ քույր եղբայրներ, այս ժամանակները թանկ է ինձ համար եւ ձեզ համար, որ Աստվածային Սուրբ Հոգին գործի, թող ոչ մի սիրտ փակ չմնա Քրիստոսի լույսի առջև, նրա շնորհքի զորության առջև, որպեսզի տեսնենք Տիրոջ փառքը, Տիրոջ անբացածքի, մասնագիծ լինենք Քրիստոսի ողորմությանը, բարությանը, նրա արյան զորությանը, որպեսզի գործի մեր կյանքի մեջ։ Դա կախված է ձանից եւ ձեզանից, կախված է ձանից եւ ձեզանից, անկեսանանք Տիրոջ առջև։ Ովքեր չնայեն, ով ինչպես է աղոթում, ինչպես է կանչում Տիրոջը, բոլորս անկեսանանք երեխայի նման, որ այս ժամանակները օրդությամբ հասնի, զորությամբ հասնի, լեցությամբ հասնի, որ ամենքս մասնագետներ Տիրոջ փառքի զորությանը, հայր մեր եկող աղոթում դրեսեն։ Oh
Amen.
մեր խաղություն։ Հարկ Տիրոջը։ Խոսքը օրհնյալ է։ Սակայն ինձ քավիցի, որ պարզենամ ուրիշ բանով, բայց միայն ներքև Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհի համար խաչ ելարել ես աշխարհում։ Ինչ որ մարդու համար առաջնային է, ինչ որ մարդու սրտում առաջիկերն է, ինչ որ մարդու սերն է, ինչ որ մարդու գանձն է, մարդու ուրախությունն է, դա իր պարզանքն է։ Եվ դրա համար ինքը Պողոս Արաքյալը խոսում է իր մեծագույն ուրախության մասին, իր մեծագույն սիրո մասին, իր այդ խոսքը դե մասին ասում, որ իր միակ պարզանքը է Հիսուս Քրիստոսի խաչն է։ Եվ հիշենք ձերներ, երկրորդ օրինաց գրքում շատ գեղեցիկ ասում է գլուխ 10, 20-21 խոսքերը, քո Եհովա Աստվածանից վախենաս, նրան պաշտես և նրան հավեց և նրան երդում անես, քո պարծանքը նա է և քո Աստվածը նա է, որ քեզ համար այս մեծ և սքանչելի բաներ արավ, որոնք քո աչքերը տեսան։ Աստված զորավոր ձեռքով Իսրայելի որդիներին փրկեց, ազատեց ստրկությունից, վերությունից, հրաշքներ, զորություններ արավ և բերեց Աբրահամին վստահված երկիր։ Աստված ասում է, քո պարծանքը նա է և քո Աստվածը նա է։ Այո, սերնի, Աստծո սիրով ամեն մարդու համար իր պարծանքը Աստված է։ Աստված մեր համար արել է սքանչելիքներ։ Եվ այդ սքանչելիքների մասին լսում ենք Առաջի Կորինթացիս թղթի, առաջի գլխի վերջին խոսքերում Պողոս Արաքյալը ասում է. «Եվ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսում, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն և արտարություն և սրբություն և փրկություն, որ ինչպես գրված է, նա որ պարծենում է Տերով պարծենա»։ Եթե մեկը միացած է Քրիստոսին, եթե մեկը ունի Քրիստոսին, ինչ որ Հիսուս Քրիստոսի մեջ է, բոլորը իրանն է Հիսուս Քրիստոսի իմաստությունը, իրանն է արտարությունը, իրանն է սրբությունը, իրանն է փրկությունը։ Այո, սերներ, Աստծուն սիրով ազնվորության պարծանքը ուրախությունը Աստված է։ Այն ազնվորությունը, որը հասկացել է Աստծու սերը, թե Աստված Հիսուս Քրիստոսով ինչ արել իր համար, իր պարծանքը Հիսուս Քրիստոսի խաչն է։ Եվ ես հիշում եմ այդպիսի մի պատմություն, մի երիտասարդ քարոզացյալ մի ծերունի ազնվորության հաշտին ասում է, դու Հիսուսին սիրում ես։ Այս ծերունին ասում է, հա, սիրում եմ, բայց միթե դա մեծ բան է։ Երիտասարդ քրիստոնյան շատ է զարմանում, որ այս ծերունու համար Հիսուսին սիրելուց ավելի մեծ բան կա։ Եվ ինքը զարմացած հարցնում է, որն է քո համար Հիսուսից ավելի մեծ սիրելը։ Ասում եմ, նա որ Աստված էին սիրում, դա իմ համար ամենամեծ բանն է, այո սիրելը։ Այն որ Աստված է մեզ սիրում, մեր համար ամենամեծ բանը դա է։ Եվ այդ մասին դենց ինքը Պողոս Արաքյալը դա է ասում։ Եվ այդ մասին սերն է Հովհաննես Արաքյալն է ասում, որ այո, իր պարծանքը, իր ուրախությունը Աստծո սերն է։ Իր առաջի թղթի 3-րդ գլխի առաջի խոսքում լսում ենք Հովհաննես Արաքյալը հրճվանքով ասում է. «Տեսեք, Հայրը ինչպիսի սեր շնորհեց, որ մենք կոչվում ենք Աստծո որդիներ»։ Այո, Հովհաննես Արաքյալի հրճվանքը և պարծանքը Աստծո սերն է։ Ուրեմն սիրելիներ, այն ազնվորությունը, որի սրտի կենտրոնը Աստված է, որը անկեղծությամբ սիրում է Աստծուն, այն ազնվորությունը, որ ունի խաչի հայտնությունը, իր պարծանքը Հիսուս Քրիստոսի խաչն է։ Եվ հետո ուշադրություն դարձնենք սրա վրա, սերներ։ Պողոս Արաքյալը խոսում է, ասում է, սակայն ինձ քավիցի պարծենա, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որ նրանով աշխարհը ինձ համար խաչ ելած է, և ես էլ աշխարհը։ Ուզում եք ուշադրություն դարձնել երկու բանի վրա, աշխարհի վրա, աշխարհը որն է, և երկրորդը սիրելիներ, Հիսուս Քրիստոսի խաչի վրա։ Այստեղ Արաքյալը ասում է, որ Հիսուս Քրիստոսի խաչով աշխարհը իր համար մեռած է, աշխարհը
իր համար անհետաքրքիր է, աշխարհը իր համար անհրաժեշտ է, աշխարհը իրան չի քաշում եւ ինքն է աշխարհի համար, այսինքն իրան մեջ չկա այնպիսի մի բան, որով աշխարհը իրան բռնի։ Նախ ուզում եմ ստեղծել առաջինը սրա վրա կանգառնել աշխարհը որն է, աշխարհ ասելով ինչ պետք է հասկանալ։ Աշխարհ ասելով պետք է հասկանալ այն համակարգը, որը Աստծո կամքին հակառակ է։ Դա սատանայի համակարգն է, որը դեմ է Աստծո խոսքին, որ դեմ է Աստծո թագավորությանը, որ դեմ է Աստծո արդարությանը։ Եվ աշխարհի մասին տեսում ենք Հովհաննես առաքյալը իր առաջին թղթի մեջ գրում է վերջին 5-րդ գլխի համար 19-ում գիտենք, որ Աստվածանից ենք եւ բոլոր աշխարհը չարության մեջ է գնում։ Բոլոր աշխարհը չարության մեջ է գնում։ Եվ առաջին գլխի համար 15-ից տեսում ենք Հովհաննես առաքյալը ասում է՝ մի սիրեք աշխարհը եւ ոչ այն, որ աշխարհի մեջ է։ Աշխարհ ասելով Այդ ենք հասկանում սիրելիներ, այն համակարգը, որ Աստծո խոսքին դեմ է, Աստծո կամքին հակառակ է, իր հարաբերներով, իր ցանկություններով, մի սիրեք աշխարհը, եւ ոչ այն, որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրե, որ սերը նրանում չէ, որտեղ ամեն ինչ որ աշխարհում է, մարմնի ցանկությունը, աշխարհի ցանկությունը եւ աշխարհի անբարդավանությունը որից չէ, այլ աշխարհից է։ Եվ աշխարհը ասում է, եւ նրա ցանկությունն է, բայց Աստծո կամքը անոնը մնում է հավիտան։ Հովհաննես առաքյալը ասում է, աշխարհում 3 հիմնական բան է։ Առաջինը մարմնի ցանկությունը, այսինքն մարդու մարմնի բաժները եւ ցանկությունները, որոնք Աստծո կամքին հակառակ են։ Երկրորդը աշխարհի ցանկությունը, որ մարդը աշխարհով ցանկանում է, չի հագնում, չի կշտանում, ակալության մեջ է, ինչպես ժողովուրդի գրքի առաջի գրքությունով խոսքում գրված է, աչքը չի կշտանում ամեն ժամանակ տեսնելուց, եւ հետո 4-րդ գրքությունով խոսքում աչքը չի կշտանում հարստությունով։ Եվ երրորդը այս կյանքի անբարդավանությունը։ Այս կյանքի անբարդավանությունը, այսինքն սա ոչ մեկը իրավունք չունի ասելու ինչպես պետք է ապրել, սա այս կյանքի անբարդավանությունն է։ Կամ ինչպես Եսայի մարգարեության մեջ գրված է, անբարդավան մարդու համար, բարդ մարդու համար ասում է, ես եմ եւ ինձանից բացի ուրիշը չկա։ Աշխարհի մեջ են այս երեքը՝ մարմնի ցանկությունը, աշխարհի ցանկությունը, այս կյանքի անբարդավանությունը։ Եվ ես որ մենք կարդում ենք Աստվածաշնչի առաջի էջերը, այնտեղ մենք հանդիպում ենք երեքին է սիրելիներ, Գիրք Ծննդոց 3-րդ գլխում այդ մասին գրված է, 3-րդ գլխի 6-րդ խոսքում, եւ կինը տեսավ, որ ծառը լավ էր ուտելու համար, մարմնի ցանկությունը։ Եվ թե հաճելի է աշխարհի ցանկությունը, ակալությունը, ու փափագելի է ծառը նայելու համար, Ալեմետայրեն թարգմանության մեջ գրված է, ու ծառը շատ փափագելի է իմաստուն ունենալու համար, իմաստուն լինել, անկախ Աստծուց լինել, Աստծուց հեռու ապրել, առանց Աստծո ապրել, սա այս կյանքի անբարդավանությունն է։ Եվ երբ որ նայում ենք մեր փրկչի նեղությունը, փորձությունը անապատում, այնտեղ նույնն ենք տեսնում սիրելիներ, Հիսուսին սատանան փորձ ուներ, եւ այնտեղ տեսնում ենք, որ Տերը փորձվեց այս երեք փորձությամբ։ Առաջինը մարմնի ցանկությունը։ Եթե Աստծո որդին ես, ասա, որ այդ քարերը հաս լինեն։ Տեր Հիսուսը սոված է, ուղղված է։ Երկրորդը, սիրելիներ, հանեց մի բարձր աշտարակի վրա, մի վայրկյանում եւ այնտեղ ասեց, եթե Աստծո որդին ես, քեզ այստեղից վայրկից, որտեղ գրված է, նա իր հրեշտակներին պետք է համայի, քեզ իրանց ձեռքերի վրա պահեն։ Սատանան դրա փուլում էր, վայր իջի, ընկի այստեղից, եւ ներքևում եղող մարդիկը տեսնեն քո փառքը, քո մեծությունը, քո զորությունը, որ դու ինչ ես ընդունալ։ Դա սիրելիներ, այս կյանքի անբարդավանությունն է, հպարտությունն է, Աստծուն դրդումն է։
Եվ երրորդը սիրելիներ, աշխարհի ցանկությունը։ Սատանան սարի գլխից մի վարդյանում Հիսուսին ցույց տվեց աշխարհի հարստությունները, աշխարհի փառքը, աշխարհի թակավորությունները եւ ասեց. «Ընկիր, երկրպագի եւ ես ամենը քեզ կտամ»։ Եվ այդպես կարող ասել սիրելիներ, երկրի վրա ամեն փորձությունները, բոլոր փորձությունները այս երեքից մեկն է։ Աշխարհի ցանկությունը, մարմնի ցանկությունը եւ այս կյանքի անբարբարությունը։ Բայց Հովհաննեսը ասում է սիրելիներ, եւ աշխարհ կանցնում է եւ նրա ցանկությունն է, բայց Աստծո կամքը անոնը մնում է հավիտյան։ Աշխարհը ասելու է, այն համակարգը, այն սիստեման, որ հաստատել է Սատանան, որը Աստծո դեմն է, Աստծո կամքին հակառակ է եւ մարդկանց մղում է այդ բանին, այդ բոլորին վերջ պետք է լինի։ Ուզում եք սիրելիներ ուշադրություն դարձնել ամենակարևորի վրա, Պողոս Արաքյալը ասում է, սակայն քարտիցի ինձ բարձրանալ ուրիշ բանով, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը իմ համար խաչ է դարձել, եւ ես էլ աշխարհը։ Եբրայեցիս թղթի 3-րդ գլխի համար 14-ում ընթերցում ենք, որտեղ մենք մասնագիտ եղած ենք Քրիստոսին։ Սա հավատքի հարց է սիրելիներ։ Ես որ մարդը Սուրբ Օգուտ հայտնություն է ունենում, ես որ մարդը հասկանում է Աստծո սերը, մարդը իրան տեսնում է հավատքով միացած Հիսուսի խաչին։ Եվ հավատացյալը հավատքով տեսնում է, ինչ որ եղել է Տեր Հիսուսի հետ, նույնն է եւ մեզ է, ինչ որ Հիսուս Քրիստոսինն է, այն նաեւ մերն է։ Եվ այդ մասին սիրելիներ, Եբրայեցիս թղթում լսում ենք մի խոսք, որ հենց այդ մասին է ասում սիրելիներ։ Եբրայեցիս թղթի 7-րդ գլխի 9-րդ խոսքում, որ հաստատում է, որ նման ձևով մենք մասնակից ենք Քրիստոսին, մասնակից ենք իր խաչին։ 7-րդ գլխի 9-րդ խոսքի Եբրայեցիս թղթի։ Եվ կարելի է ասել, թե Աբրահամի պատճառով Ղևին էլ է առնում իր դասանորդը, որ դասանորդ, որտեղ նա Տագավին իր հոր երակումն է, երբ որ Մելքիսեդեկը իրեն դիմավորեց։ Այստեղ այն մասին ասում Եբրայեցիս թղթի հեղինակը սիրելիներ, երբ որ Աբրահամը Մելքիսեդեկին հանդիպեց եւ տվեց նրան իր դասանորդը, ասում է, որ Ղևին, որ դեռ չէր ծնված եւ Աբրահամի երակում էր, Ղևին էլ տվեց այդ դասանորդը։ Եվ նման ձևով սիրելիներ, Աստված մեզ դրեց Հիսուսի մեջ, Ադամից եկած բոլոր հինը, Աստված դրեց Հիսուսի մեջ, Հիսուսի վրա եւ այդ բոլորը հանձնեց խաչին, մահին եւ գերեզմանին։ Եվ սրա համար սիրելիներ, Հռոմեացիս թղթի 6-րդ գլխի 3-րդ խոսքից լսում ենք, Պողոս Արաքյալը խոսում է այդ ներողության մասին, որ հավատացյալը միացած է Հիսուսին, միացած է իր խաչին, իր մահվանը, իր թաղման, իր հարությանը։ Կամ թե չգիտեք, թե քանիներս, որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցինք, նրա մահվանը մկրտվեցինք, մկրտությունով նրա հետ մենք թաղվեցինք մահի մեջ, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով մերների միջից հարություն առավ, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ ման գանք։